ամբողջ իրականությունը, ամբողջ զարգացումները որոշում եք դուք։ Ձայն կտակ որևէ ուժի 50+, որևէ համագործակցության կարիք չի լինի։ Որևէ համագործակցության կարիք չի լինի, դա որոշում է ժողովուրդը։ Դեմից չեք ասում, որ միավորվելու եք եւ Դեմից ասում եմ միավորվելու է անդիմությունը։ Քոչարյան Դեմից ասում եմ միավորվելու է։ Քոչարյան Սամվել Կարապետյան միավորվելու է։ Ընդդիմությունը, այսինքն ընդդիմությունը ոչ մի գաղտնի բան սցենարներ չի խաղարկում, շատ պարզ ելակետից ենք ելնում, ասում ենք հետևյալը. Այս պահին որևէ ուժ չունի մեծամասնություն եւ չի կարող միայնակ այս իրավիճակը փոխել։ Ակնհայտ է, որ ինչ որ պահի ուժերը պիտի համագործակցեն։ Ես չեմ խոսում կոալիցիայի մասին, կոնկրետ ձևի մասին չեմ խոսում, ասում եմ, որ մի քանի ուժի համագործակցություն անհրաժեշտ լինելու իրավիճակը փոխելու։ Ում շուրջ կլինի, ժողովուրդ ջան, այն սցենարն էլ, որ ձեզ փորձում են վախեցնել, որ դուք կքվեարկեք մեկին, մյուսը կգա իշխանություն, սուտ են ասում։ Բնականաբար կոնսոլիդացիան ու կոալիցիան կամ համագործակցությունը պիտի լինի այն ուժի շուրջ, ում դուք ամենաշատը ձայն եք տվել։ Քոչարյանական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը քիչ առաջ ամենահնարավոր ուղիղ կերպով հաստատեց. ընտրություններից հետո ընդդիմությունը միավորվելու է, Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը միավորվելու են։ Մյուս ընդդիմադիր ուժերը Ծառուկյանը, Թաթոյանը, այս մեկը, այն մեկը միավորվելու են։ Սրանցից յուրաքանչյուրին ուղված յուրաքանչյուր քվեա լինելու Ռոբերտ Քոչարյանի։ Մարդը ուղիղ ասեց, մի բան էլ ասեց, սկզբից ասում եմ, հետո չասեք, թե չեմ ասել։ Հնարավորինս ուղիղ։ Թող փորձեն մնացածները հերքեն սա, բայց սա անհերքելի է այլևս։ Սա արդեն հաստատված փաստ է։ Դիտեք տեսանյութը։ Ովքին եք խափում, դեմից չեք ասում, որ միավորվելու եք եւ Դեմից ասում եմ միավորվելու է անդիմությունը։ Քոչարյան Դեմից ասում եմ միավորվելու է։ Քոչարյան Սամվել Կարապետյան միավորվելու է։ Ընդդիմությունը, այսինքն ընդդիմությունը ոչ մի գաղտնի բան սցենարներ չի խաղարկում, շատ պարզ ելակետից ենք ելնում, ասում ենք հետևյալը. այս պահին որևէ ուժ չունի մեծամասնություն եւ չի կարող միայնակ այս իրավիճակը փոխել։ Ակնհայտ է, որ ինչ որ պահի ուժերը պիտի համագործակցեն։ Գիտեցիք, դե հիմա խնդրում եմ հնարավորինս տարածեք այս տեսանյութը, որպեսզի սրա մասին իմանան բոլորը, որ հանկարծ ինչ որ մեկի համար անակնկալ կամ հարցական չլինի։ Մարդիկ իրենց բերանով ասում են իրենց պլանների մասին։